Ստեփանավանը եղել է շատ զարգացած, կիրթ քաղաք, որտեղ եղել է 4 հատ հայկական դպրոց, եղել է ռուսական դպրոց, զինվորական 2 հատ գարադոկ ունեցել ենք այստեղ շատ ռուսներ, որտեղ ապրել են, զարգացրել են, դպրոցում է որ սովորել են ռուսական դպրոցում, ամեն դասարանում եղել են 25 հոգի, իմ աղջիկն էլ է ռուսական դպրոց ավարտել, 25 հոգուց, որը 17-ը բուհ են ընդունվել։ Ժողովուրդը շատ իրար նկատմամբ շատ ջերմ, շատ լավ վերաբերմունք, պարզ։ Ես շատ եմ սիրում մեր Ստեփանավանը, մեր Ստեփանավանցիք շատ լավն են։ Փոխվել ամեն ինչը, ամեն ինչ փոխվել է։ Երկրաշարժից հետո լրիվ փոխվեց։ Գնացին, մարդիկ մնացին, բայց արդեն ապրելակերպը փոխվեց։ Շատ դժվար պայմաններում էին ապրում։ Հետո Ղարաբաղի այդ մոմենտներ, որտեղ ըստեղ էլ մենք էլ լավ չենք ապրում, ասում ենք ոչինչ, թող Ղարաբաղը մեր լինի, թող զարգանա, մերն եք սարքեն, էլ մենակ հող ունենանք։ Օրինակ ես նախանձում էի, որ գնում էի Վրաստան, այդքան կիլոմետր, այդքան անտառներ, այդքան դասավորված երկիր էր։ Հիմա էլ անցյալ տարի եմ գնացել։ 34 հատ թունել կար, որը սարքել էին Վրաստանում, ու մեկը մեկից լավ։ Ստեղ 2 հատ թունել ունենք, լույս չկա մեջը։ Ստեղ Սլաբոդկա թաղամաս էր կոչվում, այդտեղ լրիվ ռուս էին ապրում ու մեր ստեփանավանցիները, իմ մամանքս էլ էին այդտեղ ապրում։ Հետո արդեն ցրվեց, որը մահացան, որը գնացին։ Մեր տանտեղը 2 հարգանի անտառտնտեսության շենքն է։ Ես ինքս էլ աշխատել եմ անտառտնտեսությունում մի 49 տարի։ Ունենք դենդրոպարկ, որը մերն է, Լեոնովիչի հետ աշխատել եմ, ոչ թե այս տղու հետ, այլ հոր հետ։ Շատ ազնիվ մարդ է, շատ զարգացած, բայց մի որ ես գնացի մտա դենդրոպարկ, այնտեղ դենդրոպարկ չկար։ Ես միշտ պայքարել եմ, բողոքել եմ, որ անտառը հատել են, անտառը նկատմամբ շատ վատ ա եղել, դե երկրաշարժ ա եղել, մի քիչ արտոնություններ կարտանում են, բայց հետո արդեն Երևանից էին գալի։ Այստեղ տուն էին վարձել, ամբողջ անտառի բաները կտրում էին ու տանում։ Ունենք չերեմուշկա, շատ զարգացած էր, ունենք լավ հիվանդանոցներ, բժիշկներով, բայց հիմա չկա։ Ու հիվանդանոցն էլ այդ չսարքեցին որպես։ Ունենք սիրտզավոդ, ունենք պիվի զավոդ, ունենք 2 գործարան։ Այդ զավոդներն ինչ եղան, քանդված են, ինչ վիճակում են հիմա։ Այն ոչ մի բան, քանդված։ Լենինի փողոցում ա մեկն էլ որ դու Երևանի ճանապարհով գալիս եք, այդ ճանապարհի վրա Վիչոյի զավոդն է։ Այս մեր քաղաքապետն եկավ, ինչ-որ բաներ փոխեց։ Օրինակ շատ լավ այգի վերակառուցեց, իր կարուսելներով, ամեն ձևով։ Դաշը Վանաձորից գալիս էին երեխեքը մեր մոտ նայելու, խաղալու։ Այս Մաքսիմ Գորկի փողոցը չեն սարքում вообще, ասում ռուսական է, ես ինքս ասում եմ ռուսական անուն ունի, դրա համար չեն սարքում, հենց հիմա հեսա որ գնանք կցույց տամ։ Բայց թուրքի թաղ ունենք, թենց են ասում էլի, այնտեղ սարքել են։ Եթե վերադասը այս րոպեին մեր քաղաքապետին գումար հատկացնի, ես իրոք համոզված եմ, որ ամեն ինչ կանի։ Որովհետև գումար չեն տալի։ Ընդհանրապես ինչքան գումար են տալի, որ այդ անձնավորությունը կարին ամեն ինչ անի, բայց էս է որ անում է, մալադեց։ Ես մեր կյանքում ոչ մի բան չի փոխվել։ Վատ ա գնացել, ինչ ա եղել։ Մենք ունեինք այս ամբողջ Ստեփանավանում համ սրա 2 չափը բնակիչ, համ էլ ունեինք մի հատ գերեզմանատուն քաղաքի մեջ այդտեղ։ Իսկ մի ունենք 3 հատ գերեզմանատուն, որը պոռն է։ Դա ինչ ա նշանակում։ Ամեն ինչը կապված է ղեկավարից։ Ղեկավարի ձեռքն է ամեն ինչը։ Ու ենթարկվում է ինքը ուրիշներին։ Մեր Հայաստանը ինքը չի զարգացրել։ Ես այդ կարամ ասեմ, ոչ մի բան չի արել։ Ես կուզեմ, որ հողերը մերը լինի։
Ես կուզեմ, որ մեր մոտից ոչ մի հոգ չպակասի, ստեղ թուրքեր չգան։ Չէ, ես չեմ պատկերացնում, այսքան զոհից հետո պատկերացրեք ամեն ծնող կանգնած է ու թուրքերը շարժվում են, ինքը խովանցնի ամեն ինչ կասի, ոնց կարելի է։ Ես չեմ էլ ուզում, որ այդ ընդհանրապես ճանապարհը բացեն։ Չեմ ցանկանում, չգիտեմ, գիտեմ, որ այսօր լավ ալնելու, բայց թուրքը իր զենքը ցած չի դնելու։ Մի քանի տարի մենք զգայինք, բայ ես ինչ լավ է, շուտ պտիլներ, ես ինչ լավ, բայց վերջում վատ է լինելու։ Ես չեմ երևի այդքան չեմ էլ ապրի որ տեսնեմ, բայց ասում եմ, որ իմանամ, որ այս ամբողջը նորից կշարունակվի։ Ոնց որ հիմա պատմությունը կրկնվելով գալիս, նենց էլ այդ պետք է լինի։ Իրանց հետ պետք չի։ Իրանից հեռու պետք է մնանք։ Ասում են Ամերիկան, թեկուս ասում են Անգլիան, դրանք սա խակա են։ Ես հին դատողություն ունեմ, բայց ճիշտն է։ Հինը միշտ ճիշտն է։ Չգիտեմ, այդ ձևի եմ մտածում, զարգացել է, ճիշտ է։ Այս կապերով, բանով, ցենց զարգացել է, բայց ընդհանուր բանով ես չեմ ուզենա, որ իրանք մեր երկիրը ցենց խառնեն։ Չեմ ուզում։ Թուրքերը գան, հողերը տան, այս ինչա կատարվում մեր երկրից, սև սպիտակ բաժանվեն, մարդիկ իրար թույն նման, այս մեկը սենց է, այս մեկը ժողովուրդ ենք, ապրում ենք, ոնց կարելի է տենց բաներ ասել։ Մենք սա բոլորս եք ուզենք, որ լավ ապրենք, հանգիստ ապրենք, կռիվ չլինի։ Մեր երեխեքը մեղք են, ու սերունդը լավը չի դաստիարակվում։ Այսքան մարդասպանություն ենք լսում։ Չգիտեմ, միշտ ասում են, հա դե առաջ էլ ա եղել, բայց առաջ սենց ճիշտ ա եղել ա, բայց հիմա մի ուրիշ ա։ Ինձ հիմա ավելի լավ ա, որ ասում են կերել են, թալանել են, եւ այլը, ինձ հիմա ավելի լավ էր թալանեին, բայց մեր հողերը, մեր երեխեքը, մեր գլխին լնեին, այսքան սերունդը չվերանալ։ Որ հաղթել էին, մենք բոլորս ուրախ էինք, սա ասում ենք լավ Ղարաբաղը մերն եղավ, այսքան տերիտորիաները մերն եղավ, մարդիկ գնում էին, գալիս էին, բայց մի արդեն վերացավ, շատ վատ։ Ճիշտ այն ժամանակ կռիվ էր, որ մենք հող վերցրեցինք, բայց հիմա էլ մինչև հիմա կորուստ է, ամեն օր մի բան լինում է։ Սահմանադրությունը հենց որ փոխվեց, ուրեմն մենք արդեն Հայաստան չի լինել, Հայաստանը ոնց որ մասնատվի։ Սահմանադրությունը պետք չի փոխել առայժմ։ Երբ որ նոր ղեկավար ունենանք, որ մենք արդեն իրան վստահ ենք ամեն ինչով, ինքը իր ձևով թող դեպի մեզ լավ անի, դեպի մեզ որ լավը չարեց, էդ էլ չենք ուզում։ Ես միշտ դեմ եմ, որ այսքան բանը փոխում են։ Ամեն ինչ փոխում են։ Դե օրինակ հայոց պատմությունը դարձնում են Հայաստանի պատմություն, կամ ինչ որ կպնում են այս վերջերս որ քանդում են, սարքում են, ցեղասպանություն։ Օրինակ ինչի համար։ Դե ասում են չեն ուզում։ Չէ, չեն նորոգ։ Ամեն ինչն է վերանում։ Դա Ալիևի կարգադրածն է, որ իրանք ոնց ասում են, ինքն էլ անում է, ինքը իր սեփականով չի անում, մարդը պետք է իր սեփական խելքն ունենա, որ կայանա բոլորի հետ էլ կայանա, տրամաբանվի լավը, թեկուզ օրինակ մի Չինաստանի հետ, Հնդկաստանի հետ, կամ Իրանի հետ, Իրանը ինչ է արել մեզ, բայց ոչ մեկի հետ էլ լավ չեն, պետք է բոլորի հետ լավ լինեն, որ մեր Հայաստանը ոտքի կանգնի։ Եվրոպան շատ լավ է, եթե Եվրոպայով կարենան անի, բայց Եվրոպա մենք չենք հասնի։ Օրինակ Վրաստանը 10 տարի Եվրոպա էր ուզում գնալ, ինչի հասավ, ոչ մի բանի։ Մենք էլ իրանցի ավելի փոքր ազգ ենք, մենք ինչի կհասնենք։ Ճիշտ է, մեծ թենց լավ լսելը, հեռու նայելը շատ լավ է, բայց մենք պետք է ունենանք, մենք պետք է մի քիչ ստեղծենք, մենք պետք է անենք։ Չգիտեմ, մենք արդեն մեծացել ենք, բայց մեր սերունդին կցանկանան, որ միշտ աշխույժ լինի, միշտ հետևա, միշտ ժողովրդի հետ լինի։
Որ եկավ Ստեփանավան, առաջի բառը ասեց Ստեփանակերտ, հետո ժողովուրդ ասեցին, չէ, Ստեփանավանն է սա։ Տենց, հետո ոչ թե խոսում էր Ստեփանավանցիների մասին, այլ ուրիշ բաներ էր ասում։ Ասում եմ, դա ներկայացել առաջի անգամ եկել, թող ներկայանա, մեր հոգսը իմանա, էլի մենք ոնց ենք ապրում, ինչ ենք անում։ Ես չեմ հավանում, չգիտեմ։ Ինչը չեք հավանում։ Ամեն ինչը։ Իրա վերաբերմունքը, օրինակ ազգային ժողովում իրա խոսալաձևը, չգիտեմ, մարդկանց նկատմամբ անտարբեր լինելը։ Չի ասում եմ, սիրում եմ բոլորիթը, պատտանում եմ։ Հա, դե թող սիրին։ Թող ժողովուրդը իրան սիրեն։ Հիմա մենք ամեն օր նայում ենք Երևանում ինչա կատարվում։ Ամեն օր նայում ենք, որ դուրս են գալիս ժողովուրդը գոհ չեն։ Կամ այս թոշակները էս ինչա, թոշակա տվե ճիշտ է։ Հիմա ես 3 հատ օպերացիա ունեմ, այս րոպեին իմ անցած դեղեր եմ առնում, ես եմ առնում, ինչ փող է դա, ոչ մի բան։ Ամուսինս էլ մահացավ, մենակ եմ ապրում, ոչ մի բան չեն ներկայացնում, ինչն է լավ։ Քանի տարեկան եք ու ինչքան թոշակ եք ստանում։ Ես 73, ստանում եմ 64։ Մենակ եթե կարամ դեղ ու սնունդ որոշակի առնում եմ մետալ։ Իրանք չեն ներկայացնում կոմունալ ծախսերը, մենք էլ ենք ուզում տաքանալ, բայց շատ պասիվ ենք մեզ պահում։ Փետ ենք վառում, փետ ենք բերում, փետն էլ արժի 25000 կուբամետրը հիմա, շատ դժվար է։ Այս կամը որ միացնում են 50000, 45000 գրում է։ Դրա համար փայտ ենք վառում, որ ես կամ տարի աշխատել եմ անտարտնտեսությունում, համարյա 50 տարի, ոչ մեկը չի ասի, որ այս աղջիկը շատ աշխատել է, այստեղ ամուսինս էլ աշխատել, մի 40 տարին ինքն աշխատել, բայց օգնություն չկա, էտապից, ոչ մի բանը չեն ներկայացնում էլի, որ ես մարդը կամ աշխատել է, կամ ինչ-որ մի բանով օգնենք, մի բանով անենք, հիմա չկա օգնություն չկա։ Ինչպեսին պետք է լինի հաջորդ ղեկավարը, որ կարողանա այս ճահճից, այս գաղջից, այս իրավիճակից դուրս բերել երկիրը։ Ես կուզեի, որ առաջի հերթին ինքը լինի հայրենասեր։ Եթե հայրենասեր եղավ, ամեն ինչը լավ կլինի։ Եթե հայրենասեր չեղավ, ինչ որ ուրիշի ենթարկվեց, այդ արդեն այլ է։ Կուզեմ, որ մեր երկիրը զարգանա, այս կռիվները ամբողջը վերանա, մեր այս ղեկավարն է փոխվի առաջի հերթին։ Ինչի համար ես ճիշտ է զոհ չենք ունեցել մեր ընտանիքներում, բայց ուրիշների զոհը մեզ հերիք է։ Անպայման չի, որ մեր տանը լինի, ինչ որ ես ասեմ, վայ, այս ձևի, վայ, այս ձևի, չէ։ Կուզեմ, որ մեր հողերն էլ հետ գա, ղարաբաղցիք էլ իրանց մոտ գնան ապրեն, մենք է գնան գանք, ինչքան ապրենք։